Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Բարի երեկո, պարոն Չախոյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Չախոյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվանից սկսել է ընդունել 2026-ին խորհրդանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի փաստաթղթերը։ Այս պայդրությամբ հայտարարել են 12 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին։ Քաղաքացիական պայմանագիրը այս անգամ, ինչպես նաեւ 21-ին, ընտրության է գնում միայնակ։ Սա ինչով է պայմանավորված։ Վստահությունն է, որ քաղաքացիական պայմանագիրը միայնակ հաղթելու է եւ որևէ այլ ուժի հետ չի ցանկանում կիսել իշխանությունը, թե գաղափարական տարաձայնություններ կան։ Պետք է անկեղծ լինենք, ասենք, որ այս տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագիրը բավականին մեծ հաջողություններ է գրանցել Հայաստանի Հանրապետությունում եւ որպես քաղաքական ուժ արդեն իսկ կայացել է եւ կարծում ենք, որ ընտրություններին կարելի է գնալ նաեւ միայնակ առանց դաշինք կազմելու այլ քաղաքական ուժերի հետ։ Ինչը կարծում եմ չի նշանակում, որ պետք է բացառել նաեւ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությունը, եթե համագործակցությունը տրամաբանության սահմաններում է իհարկե։ Իսկ եթե դաշինքի դեպքում ավելի շատ մանդատներ ստանալու հնարավորություն կա։ Ամենայն դեպս այս դեպքում որոշում է կայացվել միայնակ գնալ ընտրությունների։ Պարոն Չախոյան, տարբեր սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվում, ըստ որի, օրինակ, նշում են, որ որևէ քաղաքական ուժ հունիսի 7-ին չի կարող 50+1% հավաքել։ Իհարկե, այս առնչությամբ եւ իշխանության եւ ընդդիմության արձագանքները տարբեր են, բայց կցանկանայի հասկանալ, եթե իրոք այս սցենարով գնա ընտրությունները, արդյոք քաղաքացիական պայմանագիրը կարող է, օրինակ, ընդդիմադիր որևէ ուժի հետ կոալիցիա կազմել, թե ընդունելի կլինի ընտրությունների երկրորդ փուլը կամ նոր ընտրությունները։ Տեսեք, նախ կանխագուշակություններ անելը որպես այդպեսին անշնորհակալ գործ է, բայց պետք է անկեղծ գտնվեմ ու ասեմ, որ այդ սցենարը նույնիսկ չի էլ դիտարկվել, որովհետև վստահ ենք մեր ուժերի վրա, վստահ ենք մեր ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցության վրա եւ մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդը հունիսի 7-ին կկատարի ճիշտ ընտրություն, տեր կկանգնի այն ամեն ինչին, այն արված աշխատանքի, որը տարիների ընթացքում իշխանությունը արել է եւ ամենակարևոր ձեռքբերմանը տեր կկանգնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Հայաստանում արդեն իսկ կայացած խաղաղությանը։ Որն է գլխավոր այն տեսլականը քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ըստ որի ըստ ձեզ քաղաքացին հունիսի 7-ին պետք է ձայն տա հենց իշխող ուժին։ Հունիսի 7-ի ընտրությունը շատ պարզ է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելու է արդեն իսկ կայացած խաղաղության եւ այն չակերտավոր ասած խաղաղության, որն առաջարկում են ընդդիմադիր ուժերը։ Ինչու չակերտավոր, որովհետեւ այդ ընդդիմադիր ուժերի առաջարկած խաղաղության ներքո իրականում թաքնված է պատերազմը։ Եթե ուշադիր լինենք, թե ինչ են հայտարարում ընդդիմադիր ուժերը, ինչ հայտարարություններով են հանդես գալիս, ակնհայտ է, որ այս մարդիկ պատրաստվում են նոր պատերազմ բերել Հայաստանի Հանրապետության գլխին։ Շատ պարզ հայտարարություններով այդ ամեն ինչի մասին վկայում են, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարում է, որ Հայաստանը այլևս չպետք է սահմանափակվի իր սուվերեն տարածքով, ինչը նշանակում է Հայաստանը պետք է աշկ դնի ուրիշների տարածքների վրա, ում տարածքի վրա, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի։ Այսինքն այս մտածելակերպն ու տրամաբանությունը ուր է տանում, որ Հայաստանը որևիցե մեկի տարածքի վրա պետք է աշկ դնի, ինչը բնականաբար կարելի է համարել պատերազմի մեկնարկ։ Փաստացի Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, պատրաստվում է պատերազմ սկսել ու չսահմանափակվել Հայաստանի Հանրապետության տարածքով։ Մեկ այլ ուժ, ընդդիմադիր ուժը Հայաստան, Ղարաբաղից կարծեմ գնդապետ Կանդաս, ով ըստ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամների պետք է զբաղվի եւ եթե չեմ սխալվում, պետք է լինի իրենց պաշտպանության նախարարը։ Այդ մարդու հայտարարություններին, եթե մեր հանրությունը ուշադրություն դարձնի, այդ մարդը հայտարարում է, որ կհանգստանան միայն այն ժամանակ, երբ վերադարձնան Ղարաբաղը։ Ղարաբաղը վերադարձնելու ինչ ճանապարհ կա։ Մեկ ճանապարհ՝ պատերազմ։ Հետևաբար այս ուժերը Հայաստանին բացի պատերազմից այլ բան չեն բերելու։
Ու այո, հունիսի 7-ին ընտրությունը շատ պարզ է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Պետք է ընտրի արդեն իսկ կայացած խաղաղության եւ այն ճակերտավոր խաղաղության, որն առաջարկում են ընդդիմադիր ուժերը, որի տակ իրականում թաքնված է նոր պատերազմը։ Տեսեք, պարոն Չախոյան, ձեր այս հայտարարություններին իշխանության ընդհանուր առմամբ, որ եթե ընդդիմադիր այս ուժերը անցնեն իշխանության, ապա նոր պատերազմը երաշխավորված է եւ նաեւ ժամկետներ են նշում։ Ընդդիմադիր ուժերից ես շատ հաճախ նաեւ հենց մեր տաղավարում լսել եմ, որ տեսեք, իշխանությունը 2021-ին էր խոստացել, որ խաղաղություն է լինելու, բայց եղավ Արցախը հանձնվեց, եղավ 22-ի, 23-ի դեպքեր եւ ասում են, ինչ երաշխիք կա, որ նորից նույնը չի կրկնվի։ Տեսեք, ամբողջ խնդիրը ինչու՞մն է, Ղարաբաղի հիմնախնդիրը ունի 30 եւ ավել տարիների տևողություն։ Ու պարզ է, որ 21 թվականին, երբ մենք ընտրաշավի ժամանակ ասում ենք, գիտեք, իշկա ժողովուրդ ջան, պետք է խաղաղություն բերենք, պարզ է, որ այդ խաղաղությունը մեկ օրում չէր կայանալու, բայց փաստացի եկեք ընդունենք բոլորս, որ այդ խաղաղությունը արդեն իսկ կայացել է։ Ու այո, այս 5 տարվա իշխանություն լինելու արդյունքում մեզ հաջողվել է Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն հաստատել։ Մենք հասել ենք դրան։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Ղարաբաղի հարցը լրիվ այլ է, թե Ղարաբաղում ինչ տեղի ունեցավ, ոնց տեղի ունեցավ, որ կայսրության թույլտվությամբ ու թողտվությամբ տեղի ունեցավ, թե ներսից ովքեր այդ ամեն ինչը կազմակերպեցին, դրանք լրիվ այլ խնդիրներ են։ Եվ կարծում եմ պետք չէ մեկը մյուսի հետ խառնել։ Բայց ընդդիմադիր ուժերը օրինակ նշում են, որ Արցախի հարցը դա տարածքների հարց չէ, երբ որ նշում են, որ նաև հնարավոր վերադարձի մասին, ասում են, որ Արցախյան հիմնախնդիրը ավելի շուտ եղել է ինքնորոշման իրավունքի հարց։ Հիմա փակել այս հարցը Այդ դեպքում կառաջարկեմ նույն ընդդիմադիրներին հարց տալ։ Հիմա Ղարաբաղը մերն էր, թե մերը չէր, որովհետև մի մասը ասում է, չէ, դե մերը չէր, ընդամենը այդ տարածքի վրա բնակվելու իրավունքի հարցեր, իսկ մի մասը համարձակ պատասխանում է, որ Ղարաբաղը մերն էր։ Այդ դեպքում կարծում եմ, հարցը պետք է հստակ ուղղել ընդդիմությանը։ Հիմա Ղարաբաղը մերն էր, թե չէ։ Ընդդիմությանը նաև պետք է հարցը ուղղել, նամանավանդ երբ որ մենք գնում ենք ընտրությունների։ Արդյոք Ղարաբաղ վերադարձնել են խոստանում, թե ոչ, որովհետև գիտեք ոնց ուղիղ իրենց դեմքով առաջի դեմքերը ընդդիմության չեն հայտարարում տեսախցիկների ու հանրային լայն շերտերի մոտ, բայց տակից բոլորին խոստանում են Ղարաբաղ ենք հետ բերելու։ Խորհրդարանը անցած շաբաթ ընդունեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի կուսակցությունների կամ դաշինքների անուններում չի կարող լինել անձնանուններ։ Իշխող ուժից նաև չեն բացառում, որ սա նաև ուղղված էր ուժեղ Հայաստանին, որը օգտագործում էր Սամվել Կարապետյանի անունը։ Ինչու քաղաքացիական պայմանագիրը գնաց նման քայլի։ Նախ մենք բոլորս, այդ թվում նաև մեր հանրությունը, պետք է հստակ գիտակցի, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ընտրությունները դրանք անձի ընտրություններ չեն։ Դրանք քաղաքական ուժերի, քաղաքական գաղափարների, տեսլականների ընտրություններ են։ Քաղաքացին գնալու է ընտրատեղամաս, ընտրի քաղաքական միտքը, գաղափարը, խոստումը, ոչ թե անձին։ Եվ երկրորդ, ուժեղ Հայաստան կոչված կուսակցության անդամները, այդ թվում նաև ազգային ժողովի դիմաց հայտարարում էին, որ դա երևելի ձևով չի կարող բան ունենալ, անդրադարձ ունենալ Սամվել Կարապետյանի վարկանիշի վրա, որովհետև ըստ իրեն Սամվել Կարապետյանը ունի ամենաբարձր վարկանիշը։ Շատ լավ, եթե Սամվել Կարապետյանը ըստ իրենց ունի ամենաբարձր վարկանիշը, ել ինչից են բողոքում, ել ինչից են դժգոհում։ Այո, քվեաթերթիկում պետք է լինեն կուսակցության անուններ ու չեն կարող լինել մարդկանց անուններ, նամանավանդ այն մարդկանց անունները, ովքեր օրենքով սահմանված կարգով իրավունք չունեն լինելու անգամ падգամավորի տեխնացու, էլ ուր մնաց վարչապետի տեխնացու։ Բայց իրենք շարունակում են պնդել, որ հնարավոր է եւ այո, շատ ճիշտ եք շատ ճիշտ եք նկատել, իրենք շարունակում են պնդել ու իրենք շարունակում են ստել, որովհետև Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սամվել Կարապետյանը այդ ամեն ինչը շատ լավ ու հստակ գիտակցում ու հասկանում է։ Դրա համար էլ մինչ օրս նույնիսկ չի էլ հրաժարվել օտարերկրյա քաղաքացիություններից։ Օտարերկրյա անձնագրերից մինչև այսօր Սամվել Կարապետյանը չի հրաժարվել։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով,
որպեսզի ընտրություններից հետո իր հավաքած ձայները նվիրաբերի Ռոբերտ Քոչարյանին ու լքի երկիրը Հայաստանի Հանրապետությունը։ Այդ օտարերկրյա անձնագրերն էլ իրեն պետք են երկիրը լքելու համար։ Այս տաղավարում ուժեղ Հայաստանից, պարոն Չախոյան, քանի անգամ ես այդ հարցը հնչեցրել եմ եւ ստացել եմ մեկ պատասխան։ Որևէ դեպքում ուժեղ Հայաստանը որևէ այլ ընդդիմադիր ուժի եւ ձեր մատնանշած երկրորդ նախագահին ձայն չի տալու։ Շատ լավ, այդ դեպքում թող բարի լինեն ասեն իրենց վարչապետի իրական տեխնացուի անունը։ Որովհետև Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու։ Նույնիսկ եթե վաղն էլ հրաժարվի օտարերկրյա անձնագրերից, միևնույն է Սամվել Կարապետյանը իրավունք չունի լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետի տեխնացու։ Կարող է լինել վարչապետի տեխնացու 4 տարի անց հաջորդ ընտրություններին, բայց ոչ այս ընտրություններին։ Երևի դրա համար էլ մինչև այսօր չի հրաժարվել։ Իսկ այն որ իրանք ստում են հանրությանը ու թաքցնում են այս ամեն ինչ, դա բացահայտ է ուղղակի։ Իսկ եթե սահմանադրական մեծամասնություն են կազմում եւ փոխում են սահմանադրության այդ դրույթը, Մինչ սահմանադրական մեծամասնություն կա, ենթադրենք, եթե նույնիսկ բանը դրան հասնի, սահմանադրական մեծամասնություն կազմեն, փորձեն փոխեն սահմանադրությունը, մինչև այդ ամենը պետք է ընտրվի Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ։ Հետևաբար Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը, ինչպես իրենք են անընդհատ ստում բոլորի առաջ։ Պարոն Չախոյան, այս թեմայի շարունակությունը, այսպես ասած, Գյումրի 2 սցենարն է, որը իշխանությունը շատ հաճախ մեղադրում է, քիչ առաջ նշեցիք, բայց օրինակ ընդդիմադիրներն ասում են, որ տեսեք, Երևանում էլ ավականու ընտրություններ կայացան եւ քաղաքացիական պայմանագիրը միաձայն չկարողացավ իշխանություն ձևավորել եւ միայն Հանրապետություն կուսակցության հետ կոալիցիայի արդյունքում Երևանում քաղաքապետ ընտրվեց։ Հիմա հարցնում են, տարբերությունը ո՞րն է, որ օրինակ քաղաքացիական պայմանագրին թույլատրելի է որևէ ուժի հետ կոալիցիա կազմել իշխանություն ստանձնել, մեզ չի կարելի։ Տարբերությունը նրանումն է, որ օրինակ Գյումրի 2 սցենարի դեպքում Մարտուն Գրիգորյանը մի քանի անգամ իր դեմքով տեսախցիկների առաջ հայտարարում էր, որ թույլ չի տալու, որ հանկարծ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, նույնիսկ մեղադրում էր իշխանական թևին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, մեղադրում էր ու ասում էր, որ տեսեք, քաղաքացիական պայմանագիրը ի վերջո ուզում է, ցանկանում է ու փորձում է Վարդան Ղուկասյանին դարձնել Գյումրու քաղաքապետ, բայց արդյունքում ով դարձրեց։ Հենց ինքը։ Այդ ընթացքում անընդհատ ստեց գյումրեցիներին, վերջում գնաց ինքը միացավ ու քաղաքապետ դարձրեց Վարդան Ղուկասյանին։ Սա միգուցե նախապես պլանավորված չէր, այլ հանգամանքների բերումով ստացվեց։ Կապ չունի նախապես պլանավորված էր, թե հանգամանքների բերումով ստացվեց։ Արդյունքը մեկ է, նույնն է մնում։ Մարտուն Գրիգորյանը ստեց բոլորին։ Ու նույնն է սցենարը, շատ հավանական է, որ փորձեն օգտագործել ու կիրառել այս ընտրությունների դեպքում։ Ընդամենը 2 օր առաջ տված հարցազրույցի ժամանակ Նարեկ Կարապետյանին Սամվել Կարապետյանի եղբոր որդուն ուղիղ հարց է հնչել։ Եթե ընտրություններից հետո հնարավոր լինի Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելով իշխանություն վերցնել, արդյոք կգնաք այդ քայլին։ Նարեկ Կարապետյանը հարցին չի պատասխանել։ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանի ուժը ձայն տա Նարեկ Կարապետյանին, ոչինչ բացառել պետք չի։ Բայց այն որ այդ մարդիկ ուժեղ Հայաստան կուսակցության անդամները, թիմակիցները պնդում են, թե չեն միանալու Ռոբերտ Քոչարյանին, ես ասում եմ 2 օր առաջ Նարեկ Կարապետյանը չի հերքել, առնվազն չի հերքել, որ կարող է միանալ Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Չախոյան, վերջին օրերին մայրաքաղաքում հորդառատ անձրևներ տեղացին, քանի որ մայրաքաղաքի թեման քիչ առաջ շոշափեցինք, քաղաքացիները տեսանյութեր էին հրապարակում, նաև ձեզ քննադատող ընդդիմադիր ուժերն էին տեսանյութեր հրապարակում եւ ասում էին, որ այս իշխանությունը չի կարողանում անգամ ջրատար համակարգի հարցը լուծել, ինչ մնաց խոշոր ծրագրեր իրականացնի մայրաքաղաքի, ել չեմ ասում ամբողջ երկրի համար։ Ես կարծում եմ, որ ձեր հարցի հասցեատերը ավելի շուտ Երևանի քաղաքապետն է կամ գոնե Երևանի քաղաքապետարանը, բայց կարող եմ ասել, որ գիտեք ինչ կա, տասնամյակներով կուտակված խնդիրները ի վերջո մի օր դուրս են գալիս ջրի երես, այն որ տասնամյակներով այդ խնդիրները չեն լուծվել, լուծում չի տրվել այդ խնդիրներին պատշաճ ձևով,
ակնհայտ է, որ մի օր ջրի երես է դուրս գալու ու մենք առնչվելու ենք, բախվելու ենք այդ խնդիրներին։ Սպասել թե մի օրում այդ բոլոր հարցերը կլուծվեն, բնականաբար միամտություն կլինի, բայց այն որ զբաղվում են այդ տեսակ հարցերով, դա միանշանակ է։ Ինչ վերաբերում է խոշորածավալ մեծամասշտաբ ծրագրերին, ես ձեզ հավատացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այն խոշորամասշտաբ պրոյեկտները, որ մենք իրականացրել ենք, ոչ մի իշխանության օրոք չի եղել։ Առողջության ապահովագրություն հեռու չգնանք։ 650,000 թոշակառուներ այսօր անվճար առողջության ապահովագրություն ունեն։ Մարդիկ մինչև 5-6 միլիոն դրամ արժողությամբ անվճար վիրահատություններ են անում։ Դեղորայքներ են ստանում։ Խոշորածավալ պրոյեկտ չէր սա։ Մեծ բարեփոխում չէր։ Որ իշխանության օրոք է նման բան եղել։ Ոչ մեկի։ Եթե վերցնենք օրինակի համար թոշակառուն, երբ որ ստանում է 5 միլիոն դրամ արժողությամբ անվճար վիրահատություն, այդ 5 միլիոն դրամը հələ բռնեք բաժանեք ամիսների վրա։ Տեսեք թոշակառուի թոշակը արդյունքում ինչքանով է բարձրացել։ Մարդիկ կան, չէ՞, ընդդիմադիրներից մատի փաթաթան են սարքել, ասում են, դե ընդամենը 10,000 դրամով ավելացրին թոշակառուների թոշակը։ Այդ ինչ թիվ էր, որ այս տարիների համար։ Բայց ժողովուրդ ջան, բայց առողջության ապահովագրությունը ընդհանուր մինչև 400,000 դրամ ամսեկան, կարելի է ասել, թոշակառուների թոշակը բարձրացվել է։ Ընդ որում թոշակառուները այն սոցիալապես խոցելի խավն են, որոնք առողջության հետ առաջինն է, որ խնդիրներ ունեն։ Պարոն Չախան, մի փոքր անդրադառնանք տնտեսական հարցերին։ Դուք հաճախ սուր քննադատության եք ենթարկում ընդդիմադիրներին, որ նրանք այսպես ասած սպասարկում են Ռուսաստանի շահերը, բայց քանի որ մեր տաղավարում հնարավորություն չկա դեբատ կազմակերպելու, ես հնչեցնեմ իրենց կարծիքը, նրանք ասում են, որ ամենաշատը ձեր իշխանության տարիներին է, որ Հայաստանը տնտեսապես կախման մեջ է Ռուսաստանից եւ թվեր են հրապարակում։ Հիմա երբ Ռուսաստանը զգուշացնում է միգուցե, որ հնարավոր է գազի գինը թանկանա, Հայաստանից հնչում է, որ այդ դեպքում Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից։ Այս պարագայում մենք ինչպես ենք պատկերացնում, որ 7-ից 10-12 միլիարդ դոլար շրջանառությունը կարող ենք մեկ օրում փոխարինել օրինակ դեպի Եվրամիություն գնալով։ Դե ակնկալ է թե այդ ամեն ինչը մեկ օրում կարող է լինել, բնականաբար մի ամտություն կլինի, բայց գիտեք, ինչ կա, մենք քննարկում ենք մի վարկած, որը մեղմ ասած ծայրահեղ է։ Ծայրահեղ վարկած ենք մենք փորձում քննարկենք, ինչը կարծում եմ կարիք չկա ու իմաստել չունի։ Ռուսաստանը այո մեր դաշնակիցն է, այո մենք խորացրել ենք ու խորացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ բնականաբար խորացնելու ենք նաեւ մեր բարեկամական հարաբերությունները եւ ինչու ոչ ապրանքաշրջանառությունն ենք փորձելու մեծացնենք Ռուսաստանի հետ առևտուրը։ Ինչից շահելու են թե Ռուսաստանի Դաշնությունը եւ թե Հայաստանի Հանրապետությունը։ Մենք բարեկամական, գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ եւ ես հուսով եմ, որ կշարունակեն այդ հարաբերությունները այդպիսին մնալ։ Պարոն Չախան, քանի որ մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին, ես առաջարկում եմ որպես վերջաբան զրուցենք մի զգայուն թեմայի մասին, որը վերջերս շատ հաճախ է քննարկվում։ 18-ամյա Դավիթ Մինասյանին այսօր հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Ես այս ընթացքում որևէ հայտարարություն կամ գրառում չեմ տեսել, որ որևէ մեկը օրինակ պաշտպանի Մինասյանի արած քայլը ուղղված երկրի առաջին դեմքին։ Բայց այստեղ հարցը նաև մի փոքր կարելի ասել բարոյական կողմից նայելով հայտարարություններ են հնչում, որ արդյոք հնարավոր չէր այլ խափանման միջոց կիրառել։ Նախ առաջինը իշխանությունը չի որոշում, թե խափանման ինչ միջոց կիրառվի։ Գոյություն ունի դրա համար իրավապահ համակարգ, գոյություն ունի դատարան։ Դա մենք չենք որոշում։ Հետո դատարանը արդյոք կփոխի խափանման միջոցը, թե չի փոխի, թե միջնորդելուց հետո կփոխի։ Դա մենք չենք որոշում, դատական համակարգն է որոշելու։ Փաստացի կա գործ, արվել է արարք, ինչին արձագանքել է իրավապահ համակարգը։ Ես իհարկե շատ ցավում եմ, որ այդ 18-ամյա երիտասարդը իրականում դարձել է ընդդիմության կողմից անընդհատ տարածվող ատելության քարոզի զոհ, ինչն էլ արդյունքում հանգեցրեց նրան, որ վերջինս գնաց, այսպես ասած, սանձարձակության եւ հիմա էլ ստիպված է դրա համար պատասխան տալ օրենքի առաջ։
բայց պետք է հասկանանք օրենքը հավասար է բոլորի համար։ Որովհետև տեսեք ինչ է ստացվում։ Այո, հնչում են երբեմն այսպիսի տեսակետներ, որ գիտեք ինչ կա, դե ոչինչ, աշկ փակեք այս ամեն ինչի վրա, դե 18-ամյա տղա է, ոչինչ, անցնենք առաջ, բայց կներեք ժողովուրդ ջան, սա պետություն է։ Ոնց եք պատկերացնում, լավ, այս անգամ 18-ամյա երիտասարդի արարքի վրա աշկ կփակենք, հաջորդ անգամ մի ուրիշ 18-ամյա երիտասարդ արդեն ուրիշ գործողության կգնա։ Մտածելով, որ դրա վրա էլ կարող են աշկ փակել, դա էլ կարող են ներել։ Կա հստակ օրենք եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Այդ թվում նաև ես։ Եթե կկատարեմ օրինազանց որևիցե արարք, ես ինքս էլ պետք է պատասխան տամ օրենքի առաջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։